որը որ բավականին լուրջ գործ է արել իր ազգի համար, այլ ազգին ավելի հավեսով է ծառայում, քան ասենք իր սեփական ազգին է ծառայել։ Ես համաձայն չեմ քո հետ։ Ցիվիլ դպրոց հասկացողություն նախ չկար այդ ժամանակ։ Նշվում է, որ ինքը լավ էլ խմելու է ծեր ունեց։ Քեմալ Աթաթուրքը իրականում կնոջ շորերը հակած փախել է։ Ես խեմ համաձայնվել ճիշտն ասած այս թեմային, որտեղ պետքա ցույց տանք, թե ինչ ներգործություն է ինքը ունեցել մեր առաջի հանրապետության ճակատագրի ու ոչ միայն։ Սկսեցինք։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Բարև ձեզ։ Այսօր մեր հերթական ոդկասթն է Հայր եւ որդի Վարդանովներ։ Մենք ոդկասթի թեման ընտրել ենք ինքնուրույն, որովհետև այն առաջարկությունները, որ կար, հաշվի չէին առնում մեր ոնց որ ասած գլխավոր ուղղությունը։ Իսկ ուղղությունը բանի ոդկասթի դա պատմական փորձեր, չէ, պատմական իրավիճակներ, ռազմական իրավիճակներ պատմության մեջ, երբ որ փոքր ուժով մեծ ուժի դեմ, ասենք, կարողանում ես հաջողել։ Ինչի՞ չէ, ասենք, անհրաժեշտության դեպքում մենք կկայանանք նույնիսկ Պակիստանի դիրքի մեջ կլինենք, ասենք, ոնց որ Պակիստան, Հնդկաստան, կամ թեկուզ, ասենք, կարողա Անկարայի, կամ Անկարայի ճակատամարտը վերլուծենք, երբ որ թուրքական ուժերը ավելի քիչ էին, բայց հաղթանակ ունեցան, դա էլ է հնարավոր, էլի ասենք։ Բայց այսօր խոսալու ենք մեր շատ սիրելի հարևանների հայրի մասին, այդպես ասած։ Քեմալի մասին, բայց այնտեղ կենսագրությունը իհարկե չենք ներկայացնում։ Ինչի համար, որովհետև մարդ, որը որ բավականին լուրջ գործ է արել իր ազգի համար, նաև հայրի օգնությամբ, տարբեր ազգությունների օգնությամբ, վերջապես, ասենք, պոստկայսերական պետությունը, ասենք, Թուրքիան, ինքը որոշ ազգություններ դեռևս ծառայում էին կայսրությանը, Օսմանյան գաղափարին, օտոմանյան գաղափարին, այդ թվում նաև լեզբաբան հայ, կամ Արար հայ, բժիշկ հայ, դա նորմալ է, դրա մեջ բան չկա։ Եթե սկսենք հենց կենսագրությունից, երևի արժե ասել որտեղ է ինքը ծնվել, հա։ Հա, ինքը ծնվել է հայտնի չի, ծննդյան նույնիսկ տարեթիվը 80 կամ 1880 կամ 1881։ Երևի ասենք Մուստաֆա Քեմալի մասին է խոսքը, նույն Աթաթուրքի մասին է խոսքը։ Մուստաֆա Քեմալը, որը ծնվել է Ալի Ռեզայի ընտանիքում, Սալոնիկում, ալբանացրած հույնի ընտանիքում, չնայած կա կարծիքներ, որ ինքը հրեա է, կա կարծիքներ, որ ինքը թուրք է, բայց ավելի հակված եմ ես կոնկրետ մտածելու, որ ինքը ալբանացված այն հույները, որոնք մուսուլմանություն էին ընդունում, իրանք ավելի շատ ալբան էին կոչվում, որովհետև կամ առնաուտ, ու իրանց ոնց որ առջև դռները շատ լայն էր բացվում Օսմանյան կայսրությունում, ու այդ դեպքում ասենք շատ նորմալ է, էլի ասենք։ Բայց ինքը քանի որ Սալոնիկեում ավելի շատ կրոնափոխ եղած հրեաներ էին, Դիոներ։ Չէ, այդ բանը իրանք այդքան շատ չէին, ուղղակի շատ էին։ Շատ էին։ Ու որ դպրոցը ինքը սովորել է, իր անցած կրթություն որտեղ ստացել է, դիոներական դպրոց է եղել։ Նու առաջինը ինքը մուսուլմանական դպրոց է գնացել։ Մուսուլմանական դպրոց է գնացել, որտեղ կրոնափոխ եղած հրեաներ էին սովորում։ Նաև։ Ու իրանք դիոներների համայնքը շատ փակ համայնք է։ Իսկ այն ժամանակ պետական չէր դպրոցները, այսինքն հույները, նաև կրոնափոխ հույներն են այդտեղ սովորել։ Միայն ասենք հրեաները չէ։ Ամենայն դեպս շատ չկախվենք դրա մեջ, ես հակված եմ նենց։ Ես հակված եմ, որ իրականում տարբերություն ընդհանրապես չկա։ Այո, որովհետև երկու տարբերակն էլ Օսմանյան կայսրությանը ռենեգատներին ավելի նվիրված ծառայելու մասին է խոսքը, դա շատ է բնորոշ ժամանակին յանիչարներն էին։ Յանիչարները մի քիչ ուրիշ են, իրենք չեն ընտրում իրանց ապագան, իրենք մանուկ հասակում են հայտնվում, իսկ այդ ընտանիքը, ռենեգատների ընտանիքը, այտենց ռենեգատների ընտանիքներ կարելի է հիշել, ասենք, հենց հայկական միջավայրում, երբ որ կամ հասուն մարդ, որը որ այլազգին ավելի հավեսով է ծառայում, քան ասենք իր սեփական ազգին է ծառայել։ Հիշենք Տող գյուղը, որտեղ գյուղի
կեսը սկզբից պարզկացած մեր հայրենակիցներն էին, իսկ հետո արդեն սովետական կամ ցարական Ռուսաստանի եւ Սովետի պայմաններում իրանք ավելի հակված եղան թուրքանալու եւ ազգանունները անգամ անց ծիծաղելի ձևով շատ նման էր հայը Ռուստամյան, իրանք Ռուստամով, Մելիք Եգանովի Մելիք Եգանյանի ու այդտենց էլի ասենք։ Չնայած Եգանովներ կային, որոնք որ ասենք հայ լինելը իրենց պահպանել էին ուղղակի ռուսական կայսրության պայմաններում ռուսականացված վերջավորությունով էին գրվում։ Ինչևէ, գանք այս կողմ, ուրեմն Քեմալը ուրեմն գնում է մուսուլմանական դպրոց, որտեղ իրեն կամ դուր չի գալի կամ իրեն բանը այդպես են ներկայացնում, կարող է իրան ուղղակի հեռացրել են, եւ ինքը հետում է ցիվիլ դպրոց, որտեղ տաղանդավոր երեխուն Քեմալ են ասում։ Արդեն ռազմական ուղղվածության։ Չէ, սկզբից չէ։ Հենց ռազմական ուղղվածության միանգամից հոր մահից հետո ինքը որոշում է մորից թաքում մերն է իրան տվել ինքը հավատացյալ շատ մոլերանտ մուսուլման էր ու ինքն է կարելի ասել նաստայվեց արել որ ինքը գնա այդ պնդել է երեխունը տեղ ուղարկեն իսկ հոր մահից հետո արդեն մորից թաքուն ու տենց է նշվում թե իրականությունը ոնց է իրականությունը սենց է բայց ինքը զինվորական դպրոցում է ստացել այդ բանը մաթեմատիկայի դասատուից ստացել է Քեմալ ինքը ցիվիլ դպրոց է գնում մի քանի տարի համաձայն չեմ քո հետ ցիվիլ դպրոց հասկացողություն նախ չկար այդ ժամանակ չկար ուղղակի այդքան շատ չէր բայց ամենայն դեպս ինքը ռազմական ուղղվածությամբ է գնաց է սովորել է ու այդ ժամանակ է Քեմալ բանն է ստացել տարբեր աղբյուրներ են դրա մասին խոսում ու տարբեր ձևի որտեղ հենց Քեմալը աշխատել է իր մեր հիմա վիճաբանությունը վաղոյի հետ հենց Քեմալի կյանքի ոնց որ ասած հետևանքն է ինքը թաքցրել է մաքսիմալ ինչ հնարավոր է թաքցնել անգամ երբ որ կնոջ կանանցից մեկից բաժանվել է պայման է դրել այդ Սմիրնա ընտանիքից Սմիրնայից մի կին է ունեցել երիտասարդ շատ ջահել իրանից երևի 2 անգամ ջահել պայման է դրել որ բաժանվելուց ինքը ապահարձան կտա այդ կնոջը բայց ոչ մի դեպքում ոչ մի բան Քեմալի կյանքից պիտի ինքը չպատմի Քեմալը շատ թաքցնելու երևի բաներ ուներ որ նույնիսկ իր մանկության հաշվի առնելով ինչից է մահացել ու ինքը ցերոզը կարա լինի սպիրտնոից բայց պարտադիր չէ նշվում է որ ինքը լավ էլ խմելու է ծեր ունեց ամենայն դեպս ինքը երիտուրք գեներալների մեջ ամենավառ գեներալների մեջ չի եղել ինքը եղել է ոչ շատ վառ բայց լավ անցած ուղի ունի ու իմ կարծիքով իրան հեռացրել են բանից որտեղ հայացներով այդ 3 փաշաների հայացներին հակասող հայացներ ա ունեցել չնայած ինքը իրանցից շատ ներքև էր իհարկե այդ ժամանակ ու ինքը այդքան չկար բայց այնքան կար որ իրան բանում Սոֆիայում վայնե ատաշեն նշանակե դի հա իր մակարդակը ցույց է տալիս որ այդ 3 փաշաներից ներքև էր ապա Սոֆիան բանը ահագին ուշ է եղել իրան սկզբից հենց սկզբից բան են ուղարկում Տրիպոլի են ղրգում Լիբիա ինչի համար են իրան ուղարկում ես երիտ թուրքերից որ խոսացիր երիտ թուրքերը հենց գալիս են իրան ուղարկում են Սոֆիա միջև այդ ծառայության ժամանակ ես դու ասում Էդի միջև 908 թիվը թուրքերը ուրեմն իրան ուղարկում են Լիբիա որտեղ ինքը 1913 թվականին պատերազմում ասածը միջև 13 թվականն ա եղել 1908-9 թվերին դրանից հետո ինքը Բալկաններում հենց մասնակցել է Բալկանյան պատերազմին դրանից հետո քո ասած իտալացիների 13 թվերին իտալացիների դեմ պատերազմել է Ես ուրեմն շատ բանը ուրիշ ձև եմ հիշում որտեվ ինչքան հիշում եմ իրան Գալիպոլի ճակատամարտից հետո են ուղարկում Բուլղարիա որպես ատաշե Գալիպոլի ճակատամարտից հետո իրան ուղարկում են Հալեբ Վստահ ենք երիտասարդությանը այն առումը որ իրանց հիշողությունը երիտասարդների երևի իրոք Գալիպոլի ճակատամարտի ժամանակ իր ենթակայության տակ հրետանավոր հայ սպայ ա եղել որը հետո Կիլիկիայում իր հետ հենց ուր գնացել է հետը գնացել է տենց է ստացվել ու արդեն Կիլիկիայում իրար դեմ պայքարել են ու քեմալական շարժման դեմ է պայքարել Սարգիս Թորոսյան
Բանը Սարգիս Թորոսյանը հասցրել էր նաև Կիլիկիայի կառավարությունում, չէ, ասենք ազդեցիկ ֆիգուրա լինի։ Իր անցյալում օրինակ շեշտում են, որ ինքը Եմեն է եղել։ Եմենում ինչով է զբաղվել Աստված գիտի, ոնց որ թե ինչ-որ բախումներ են եղել, բայց ոչ մի ապստամբություն չկար Եմենում այդ ժամանակ արաբական։ Լիբիայում Իտալիայի դեմ յանիմ կռվել է, եթե կռվել է որ ճակատամարտներում խոսք չկա։ То есть մաքրած է, շատ բանա ֆիլտրած, դա նաև խոսում են դրա մասին, որ ինքը փայլուն սպա չի եղել։ Հա, Դարդանելի այդ նեղուցը պաշտպանելուց ինքը ընդհանրապես փոխգնդապետի հաստիքի է եղել։ Դարդանելում էլ, բանում էլ Գալիպոլից հետո է ինքը այդ պաշտպանությունը հաջող ավարտվելուց հետո նոր ստացել է գնդապետ։ Հա, բայց բանա, ես ինչ եմ ուզում ասել, այդտեղ էլ իր բախտը բերում է, ինքը ինչով աչքի են գնում, ուրեմն իր դիվիզիան նահանջի, չէ, փախուստի է դիմում, եւ ինքը կարողանում է կանգնացնի հետ փախնող անձնակազմը եւ տարբեր տվյալներով բոլորին կամել մի քանի գումարտակ անձնակազմ կարողանում է հետ բերի եւ ասենք վերադարձնի դիրքեր։ Այդտեղից իր աստղը սկսում է փայլել, որովհետև Գալիպոլին, որը որ բաներ անգլիա լեզու զորքերի հարձակում էր, Անգլիա, Ավստրալիա եւ Ավստրալիա, այո, անզյուս հա կարծեմ, սենց էին ռուսները ասում, եւ բանը այդ բանի ժամանակ ինչ է կատարվում։ Անսպասելիության ֆակտորը չաշխատեց, Գալիպոլին ոնց որ ասած թաթախվեց մարտերի մեջ, այդ Գալիպոլի խմբավորումը անգլիական կամ անգլիալեզու եւ բազմաթիվ նավեր կորցրեց։ Իմիջ այլոց այդ հետաքրքիր է ով էր հրամանատարը անգլիացիների։ Ուինստոն Չերչիլի ոչ թե ինքը հրամանատարն էր, ինքը բանն էր, Լորդ Ադմիրալտեյստվա, հա, բանը, ոնց կա։ Ինքը այդ նավատորմի գլխավորն էր եւ բնականա իր հրահանգով էր, ասենք, այդ օպերացիան իրականացվում, ինքը դրա ջատագողն էր, մի հարվածով պատերազմից հանել թուրքերին։ Ինքն էր մշակել ու դրանից հետո հրաժարական է տալիս ու մինչև երկրորդ համաշխարհային ինքը այտենց աշկի չի ընկնում։ Ինքը ստիպված եղավ եւ Ուինստոն Չերչիլին, ասենք, ոնց որ ասած, այդ Գալիպոլի անհաջող օպերացիան, որը որ ցամաքի վրա ավելի շատ հետևանքներ անհաջողությունները, ծովի վրի անհաջողությունները, որովհետև բազմաթիվ նավեր, այդ թվում հսկա մեծ նավեր ականների վրա տրաքեցին, բանը դուրս եկան ապ չէ։ Տարբեր sense իրավիճակներ ա լինում, երբ որ նավը ոնց որ ասած ժայռերի վրա կամ ավազի վրա է կայնում եւ դառնում է թիրախ, այդտենց հսկայական քանակ նավեր են կորցրել։ Բայց բանը այդտեղ մի հատ հետաքրքիր բան կա, Աթաթուրքը դեռևս բանի ժամանակ, Բալկանյան պատերազմի ժամանակ ինչ որ ռուս օդաչուների հետ է ծանոթանում եւ այդ ռուս օդաչուների աշխատանքն է տեսնում, միգուցե անձամբ չի ծանոթանում իրանց աշխատանքի հետ եւ դրանից հետո սիրարվում է ավիացիայի վրա եւ ավիացիային սկսում է մեծ ուշադրություն դարձնել։ Բոլշևիկներից երբ որ ինքը օգնություն էր ուզել, իրեն շատ բաներ տվել էին, բայց ինքը այդ շատ ավելի կարևոր բաներ կարար ուզեր, ինքը մենակ օդանավ է ուզում։ Օդանավ է ուզում։ Գիտեմ, որ իրան տվել են։ Չեն տվել, հենց այդ է։ Ռազմանավ են երկու տվել։ Իրան հենց այդ է։ Միակ բանը, որ ինքը էդի ուզել է, էդի իրան չեն տվել։ Իրան տվել են ծովային, ասենք, երկու նավը, ռազմանավ են տվել։ Իրան տալիս են արտիլերիաբան, բայց բանը օդանավ չեն տալի, որտեղ բոլշևիկների մոտ այնպես չի, որ ասենք այդ ամեն ինչը շատ էր, որտեղ Կարմիր Ռուսաստանը դեռևս օդանավ չէր արտադրում։ Դրա պատճառով իրան մերժում են, ոնց որ ասած, մեզ էլ պետք է տարբերակով, էլի։ Մենք շատ բան ենք անում, ասենց սումբուռ ենք եթում, իր բանը կենսագրություն, բանը գիծը չենք պահում, որովհետև դու ինչ որ բան ես ուզում ասես, ինչ որ մի բան հիշելով, նույն ձևով ես մի բան եմ ուզում անպայման, ասենք, հիշեցնեմ իր արդեն իշխանության եկած վաղտով, դեռևս կեթանք այն հատվածը, որը որ իրեն արդեն
ասենք որ քայլերը բերեցին իրան իշխանության, հա, ինքը սկզբից իշխանության շատ մոտիկ կանգնեց, սուլթանի խորհրդական բան, խորհրդական չէր, ԳՌՏ կարելի ասել, ԳՌՏ-ի պետն էր, բայց Վախաուդդինի, ասենք, բայց ԳՌՏ-ն ոչ թե հսկում էր զորքերի լավ լինելը, այլ զորքերի լուծարվելն էր ինքը հսկում։ Հա, բանը, բայց ես կոնկրետ մի բան եմ ուզում ասեմ։ Շատ թուրքերից լսում եմ կամ կարդում եմ հայերի վերաբերյալ այսինչ զորավարը կամ այսինչ հրամանատարը կնոջ շորերով փախավ, այսինչ ասենք բանը ուր էր չեր երևում 20 թվականին մեր Յաշմայից կնգա շորերը հակավ փախավ, կնգա շորերը ու դա շատ հրամանատարներին ա վերաբերվում, գրեթե բոլորի վերաբերյալ ում մեր հայրենակից համացանցում գովում է անպայման մի քանի թուրք ասում են բա կնգա շորեր հագե փախե։ Գիտեք որտեղից է գալի։ Մարդուն բնորոշ է, չէ, ասենք իր մեղքերը բարթել ուրիշի վրա, ուրիշի մեջ տեսնել սեփականի արտացոլումը։ Այ Աթաթուրքը թուրքերի պապան, թուրքերի հայրը 23 թվականին երբ որ իր վրա հարձակվել էր Թոփալ Էֆենդին, то есть ահաբեկելու խնդիր էր լուծում, շրջապատած էր իր տունը, Աթաթուրքը Քեմալ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը հագնում է կնոջ շորերը եւ այդ շրջապատող խմբավորման օղակից դուրս է գալի։ Ես նման պատմվածք որևէ հայ զորավարի մասին վերջի 100 տարվա մեջ կամ քաղաքական գործիչի մասին չեմ լսել։ Միակ փաստը, որ Աթաթուրքից բացի նման բան եմ լսել, դա եղել է Կերենսկին։ Էն էլ կարող է բոլշևիկների հորինած հեքիաթը լիներ։ Իսկ բանը Քեմալ Աթաթուրքը իրականում կնոջ շորերը հակած փախել է։ Так что թուրքերի հետ զրուցելուց կարաք իրանց այդ բանը հիշացնեք։ Իրանց սուրբ հոր մասին։ Հա, իրանց սուրբ, շատ ավելի սուրբ է, քան Հեյդար, սրբագույն Հեյդար Ալիևը։ Մինչ այլոց իրանց Այբուբենը ով օգնել է Թազա Այբուբենը գրեն տենց ասած, Օսմանյան Այբուբենից տարբերվող, այդ հայն է առաջարկել, որ ինքը իրան ազգանուն վեկալի Աթաթյուրքը։ Դա թուրքերը մինչև 20 քանի թիվ 1920 քանի թիվը չեն ունեցել ազգանուններ, անուն ունեին ու ածականներ։ Ընդհանրապես չեն ունեցել։ Ընդհանրապես, հա, դրա համար Քեմալ գերազանց է նշանակում, ինչքան գիտեմ, անթերի, հա, ինքը լավ մաթեմատիկա է իմացել, դրա համար են այդպես ասել, Մուստաֆա եղել, ուղղակի Մուստաֆա։ Իսկ իրանց ենթակայության Մուստաֆա Ալի Ռեզա, սենց է։ Ինչ-որ անունն է, հոր անունը պապուան։ Մուսուլմանական տրադիցիան սենց է, եթում է անունը, հետո Իբն հոր անունը, հետո Իբն պապու, այսենց մի քանի սերունդ, ասենք ու կարող եթե 20 սերունդ էլ հիշի, այդ ամեն ինչը ասենք մտնի իր անվան մեջ։ Թուրքերի մոտ, քանի որ իրանք կայսրություն էին ու քանի որ իրանք բան ունեին, ասենք շատ թղթաբանություն բան ունեին, ընդունված էր երկու անուն բացի անունից։ Ասենք Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, ուրեմն ինքը սկզբից գրվում էր Ալի Ռեզա Մուստաֆա, Ալի Ռեզա, էդի Ռեզան հերն էր, Ալին երևի պապն էր, Ալի Ռեզա Մուստաֆա Քեմալը արդեն դպրոցում ինքը իրեն վերցրեց, ասենք։ Հա, դրանից հետո Աթաթյուրքն է վեկալում ու ես խեմ համաձայնվել ճիշտն ասած այս թեմային, որտեվ պետքա ցույց տանք, թե ինչ ներգործություն է ինքը ունեցել մեր առաջին հանրապետության ճակատագրի ու ոչ միայն Կիլիկիայում հայերը արդեն 18 թվականից հետո Մուդրոսի պայմանագրից հետո վերադարձնում էին, մոտավոր 180-ից 200,000 հայ վերադարձել էր տարբեր բնակավայրերից, նո ասենք Վան չեն գնում, Վանի փախստականները Կիլիկիայում են վերաբնակեցվել ու Քեմալի շնորհիվ փախստականները եկել էին Կիլիկիայում Հայաստանը։ Նու Վանին այդ օրինակ բերեցի, բայց Վանի փախստականները ովքեր տարհանվել էին, նո այդ շրջանի վասպուրականի օրինակ, ով սաղեր մնացի, իրանք էլ հետ չէին վերադառնում այդ վասպուրականի շրջան։ Որովհետև ավելի մոտիկ էր գալ հասնել։ Կիլիկիայում համը ապահով էր, որտեղ ֆրանսիական իշխանությունները այդտեղ ու հայերին մոտավոր մինչև 200,000 հայ է վերադարձել, հայկական բնակավայրեր։ Ու հետո երբ որ Քեմալը եկավ, Թուրքիայի տարածքում ով կար էլի ոչնչացրել են։ Ոչնչացրել են, որտեղ հնարավորություն են ունեցել մեր հայրենակիցները
ինտերվենցիոն ուժերի միջոցով էվակուացվել, ասենք անգլիացիների միջոցով կամ ֆրանսիացիների կամ իտալացիների, նայած ում զոնայում Զեյթունի օրինակը ասեմ, Զեյթունը 15 թվականին որպես այդպիսին ապստամբություն չի եղել մեծ, չնայած զարմանալի է Զեյթունի դեպքում, բայց չի եղել։ Զարմանալի չի, որտեղ թուրքերը հիշելով նախորդը շատ ավելի լավ էին աշխատում, առաջինը Զեյթունից սկսեցին, բայց պայքարողներ կային ու 18 թվականից հետո մոտավոր 1200 հոգի, եթե չեմ սխալվում, վերադարձել էր բնակավ Զեյթուն, իսկ Զեյթունը հիմնահատակ քանդած էր հայկական թաղամասը։ Զեյթունը մենք որ հիմա ասենք լսում ենք վաղում որ ասում է ինքը Զեյթուն քաղաքի է դա։ Զեյթուն դա Լեռնային Կիլիկիային է, ասենք հաճախ։ Ես քաղաքի մասին եմ խոսում։ Զեյթուն քաղաքի մասին է խոսում։ Որտեղ 10 անգամ ավել շատ հայ է եղել, նույնիսկ մինչև 40,000 հասել է հայկական բնակչությունը Զեյթունի։ Ու այդ 2000 հոգուն Քեմալը երբ որ գալիս է, ֆրանսիացիներն էին այդ ժամանակ Մարաշում էին նստած, իրանք էլ շրջափակման մեջ էին քեմալական ուժերի, այդ 2000 հոգուն այնտեղ Զեյթունից լարել են, որտեվ իրանք էլի ապստամբել չասեմ, իրանք կյանքի համար պայքար են մղել, շատ քչերն են մնաց միած զորանոց է եղել Զեյթունում, որը տանիք է ունեցել, այսինքն որտեղ հնարավոր էր ապրել։ Ու այդ զորանոցը դա մեծ զորանոց է եղել, 1200 հոգին էլ տեղավորվել են այդտեղ։ Ու հետո հրաման է գալիս, որ լքեն, ոչ բոլորն են լքում։ Մոտ կեսից ավելի մնացած են լինում, ու այդ կեսի վրա առանձին թեմա է վերջը դառնում էր զրույցների մեջ, թե ինքը այդ Աթաթուրքի կոնտեքստի մեջ Աթաթուրքի օրինակներից է, որ ոնց է Աթաթուրքը վատ անդրադարձել մեր վրա։ Նույն ձև օրինակա, թե ոնց են իրանք մեր վրա չէ, երևի սխալ ես դու մոտենում դրան վաղ։ Ինքը դրական է եղել իր նոր ստեղծվող ազգային պետության համար եւ բացասական է եղել բոլոր ազգերի համար, ովքեր որ այդ process-ին կարային խոչընդոտել։ Ես իմ խոսքը ասում եմ այն դրա համար, որ ցույց տայի, որ ինքը այն 3 փաշաներից չի տարբերվել իրականում։ Մարդակերությունով Իզմիրում, բայց տարբերվել է գաղափարներով մի քիչ տարբերվել է։ Թե բանը Էնվերը, թե Թալատը, թե Ջեմալը, այդ տրիումվիրատի թուրքերը իրանք ավելի շատ օտոմանյան կայսրությունը, ասենք թուրքացնելու կողմնակիցներն էին։ Պանթյուրքիզմը այդ գաղափարը ստեղծվեց, հա, բայց իրանք ավելի շատ օտոման գաղափարի կողմնակիցներն էին, որ բոլորին թուրքացնեն։ Իսկ Քեմալը բոլորին թուրքացրեց իրականում։ Իսկ Քեմալը հակառակ կողմնակիցներ, որ այնով որ թուրք չի չթուրքացնեն, այլ լարեն Թուրքիայից կամ ոչնչացնեն։ Բայց իրականում ինքը թուրքացրեց բոլորին։ Որովհետև ինքը չէր կարա չիրականացներ այն ծրագիրը, որը նրանք առաջ էին քաշում, որտեղ բանը վտարել եւ ոչնչացնել իրենց ուժերը հերիքեց միայն, ասենք, տրիումվիրատի եւ իր բանով, sense որ քրոնոլոգիան նայում ես 10 տարվա մեջ մենակ հայրին եւ հույներին, իսկ այնտեղ կային, ասենք, քրդեր, բավականին հսկայական, ասենք, բանը մասաներով ներկայացված, այնտեղ արաբներ կային, այնտեղ կային ալևիներ, որ էթնոկոնֆեսիոնալ բան էին, իրանք թուրք չէին, արաբ չէին համարվում, իրանք համարվում էին առանձին էթնոկոնֆեսիա։ Կարճ ասած ինքը ուրիշ ձև չէր կարա։ Կարելի է հիշել, բանը Ստալինը ինչի համար Տրոցկուն բանը հեռացրեց սովետական իշխանության ղեկի մոտից, ասենք ղեկի մոտ մի քանի հոգի էին կայնած, մեկը Տրոցկին էր։ Նույն ձևով, ասենք, Քեմալը ինքը ինչի դեմ ամբոստանում էր, հետո ինքը դա իրականացրեց, որովհետև մաքուր ազգային պետություն կայսրությունում, որը բազմազգ էր, գրեթե անհնար է։ Ուղղակի պիտի ագրեսիվ ասիմիլյացիոն քաղաքականություն վարել, եւ դա Քեմալը լավ գիտակցելով, արդեն երբ որ եկավ իշխանության, հասկացավ, որ այդպես է պետք անել, ինքը շարունակեց մարդակերությունը, ոնց որ վաղինակը ասեց, մեկին մեկեն, ոնց կարա թուրքը լինի, փաշա լինի ու մարդակեր չլինի։ Ու բանը ագրեսիվ ասիմիլյացիոն քաղաքականությունով։ Թուրքիայի բնակչության 1/3-ը կարելի ասել քրդեր էին, իրենց բանը քուրդ չէին ասում, իրենց ասում էին բանը լեռնային թուրքեր։ Բայց իրականում ինքը դժվար ժամանակ է եկել իշխանության, շատ դժվար։
երբ որ արդեն Սևրի պայմանագիրը կար, Տոտալ Մուդրոսի պայմանագրով դադարել էր ու երբ որ ինքը իմանում է դա մասնատված էր, հա, երբ որ իմանում է հրաժարական է տալիս, ծառայությունից դուրս է գալիս, հետը Հալեպում էր, ինչքան գիտեմ, հետա վերադառնում Կոստանդնուպոլիս ու տեսնում է, որ արդեն անգլիացիներն ու ֆրանսիացիներն են այնտեղ տեր, Սուլթանը ձևի համար է, իսկ 3 փաշաները արդեն փախել են Գերմանիա ու այդ ժամանակ այդ նշանակվում է ԳՌՏ-ի պետ, այդպես ասած լուծարվող ուժերի ու ընթացքում հասկանում է, որ չի կպնում իրար։ Տեսնում է ոնց է իր պետությունը մասնատվում, հույներին էին շատ նվեր տվել, հայրիս նվեր էին տվել, այնց մասեր, որոնք մենք չկարողացանք մարսել։ Այդտեղ բան է պետք նաև հիշել, որ տարածքներ կային, որ իրանք ոչ մեկին չէին տալի, ինտերվենցիոն զոնաներ էին։ Անգլիան վեկալ էր, Ֆրանսիան վեկալ էր։ Անգլիան բանա Պոլիսում Անգլիան էր զորքերի ճացրել ու աբսոլյուտ, ասենք, անգլիական քաղաք էր համարում, չէր էլ փորձում նույնիսկ մի փոքր ֆրանսիացիներին։ Խնդիրը ուրիշ բանում էր, այդ վաղ Անգլիային կողմնակից ուժերն էին գլուխ բարձրացրել, որտեղ մարդ չկար, որ տեր կայներ Կոստանդնուպոլսին։ Անգլիան եկել էր, իր կողմնակիցներն էին հելել, թուրք կողմնակիցները, ու հա, բանի ժամանակը նույնիսկ թուրք միջև Քեմալի իշխանության գալը թուրք ում ասում են վիրավորանք էր դա։ Իրանք օսմաններ էին։ Ու օսմանյան առանձին լեզու կար, դա թուրքերենի, ֆարսի եւ արաբերենի խառնուրդ լեզու էր։ Այդ լեզվից բանը մաքրվելու նույնիսկ խնդիր էր դրել, հետագայում Աթաթուրքը եւ մաքրեց։ Բայց բանը իր իշխանության գալը, դա իշխանության գալ չէր, դա ինքը նոր իշխանություն ստեղծեց Անկարայում։ Անկարայում հավաքվեց ժողով, ասենց ոչ երեսփոխան են, ոչ էլ երեսփոխան չեն, պարլամենտը պոլիսում էր, իրանց ցրած էին իշքան վաղտա։ Նոր պարլամենտ ստեղծեցին, անհասկանալի պայմաններով Սուլթանում էին այդ ժամանակ, նո Սուլթան չէր իրականում, վերջի Մեհմեդ 6-րդ էր ոնց որ, ինքը Սուլթանի կոչում չի ունեցել։ Ինքը եղել է բանը Սուլթան նոմինալ, չէ, ճիշտ ես ասում, ինքը խալիֆի կոչում է եղել, իրականում ես տարբերությունը շատ խալիֆը դա բանն է մուսուլմանական ումմայի, մուսուլման հավատացյալների առաջնորդն է, խալիֆներ եղել են Մոհամեդի հետնորդները, որոնցից ոչ մեկ իր ժառանգը չի եղել, իր ազգական հետնորդները որը իր ազգականն էր, բայց իր ոչ որդիներ, ոչ թոռներ։ Մնացածը եղել են, ասենք, բանը պրավիդնի խալիֆը, ոնց կլինի հայերեն։ Կարճ ասած, բանը այդ խալիֆները եղել են Մոհամեդի հետ ոտք գցողները, իրեն հավատացած, նվիրված, ասենք մարտիկներ, առաջամարտիկներ, մուսուլմանական, ասենք, արշավի, սկզբնաղ արշավի կարելի ասել։ Հետագայում բանա թուրքերի վերաբերյալ, ասենք, լեգենդներ ստեղծեցին, որ դե թուրքերը ինչ արին, բանում Բաղդադում խալիֆայության մեջ վարձու զինվորներ լինելով կամաց եկան իշխանության, խալիֆի ձեռից խլեցին իշխանությունը, հետո որոշ ժամանակ հետո նույնիսկ ասենք իրանց խալիֆ հռչակեցին։ Այդ բանը վերջի Մեհմեդ 6-րդը, ճիշտ ես ասում, սուլթան չէր, խալիֆ էր ու մահապաջի հերահար, հրաման է տալի, որ մահապաջի ենթարկեն Քեմալին ու իր խորհրդի անդամներին, նոր կառավարության կամ չգիտեմ ինչ էին իրանք։ Դե իհարկե ոչ մեկ չի կարում դա իրագործի ու այնպես է ստացվում, որ այդ ժամանակ հույների համար աստղային ժամ էր, իրանք սկսում են արդեն քիչ-քիչ Սևրի պայմանագրով իրանց տված էր այսքան հող, իրանք 7 անգամ ավելի շատ վերցրել էին, 7 անգամ։ Ու հույները ու շարժվում էին դեպի Անկարա։ Քեմալի այդ առաջի ուժեղ գործերից մեկը, որ կարացել է հույներին կանգնեցրի։ Մենակ դա չի, ինքը առաջինը կարողացավ սահմաններից դուրս դաշնակից գտնի ու բավականին մեծ Ռուսաստանին։ Սովետական Ռուսաստանի հետ ինքը կարողացավ դաշինք կնքի
եւ այդ դաշինքի արդյունքում ստացավ հազարավոր քանակ զենքեր, միլիոնավոր պատրուստներ, թնդանոթներ, նավեր եւ այլն եւ այլն։ Հա, դա կարացավ անի, բայց այդ քրիտիկական պահին ինքը միտը պահկված չէր։ Երբ որ կանգնացնում են Անկարայի տակ հույներին, հակահարձակման գլուխ ինքն է կանգնած եղել։ Ինքը նենց չի որ վախկոտ է։ Ինքը զինվորական է եղել, ու կռվել է։ Հա, պետք չի ասենք բան անել, էլի մարդուն նվաստացնել, մենակ դրա պատճառով, որ բայց այդ ժամանակ մենակ հույների հետ չէին կռվում, հա։ Մեր հետ էլ էին կռվում։ Իրանք մեր հետ էլ էին քրդերի հետ էլ էին կռվում։ Քրդերի հետ չէ, ընդ մի փոքր ապստամբություն էր։ Ապստամբություն էր, բայց դե կռվում էին մարդիկ։ Քեմալին կարելի է ասել, որ ինքը գազան է, չգիտեմ, հարբեցող է, ինչ ասես, բայց որ ինքը վախկոտ է, չէ, թեկուզ Գալիպոլին ինքը հետ փախնող զորքերին կարողանում է կանգնացնի եւ առաջնորդի, ոչ թե հետևներից Մաուզերով, Զագրադ отрядներով, այլ դեմից։ Ինքը շատ լավ ռետոր է եղել։ Այո։ Ու այդ տաղանդը իր կառավարման ժամանակ շատ օգնել է։ Ինքը ջահել էլ 57 կամ 58 տարեկանում է մահացել։ Երևի աշխարհի ռեկորդ խփեց այդ վաղ ճառ ասելու, ճառ ունեցել, որը 34 ժամ ա տևել պարլամենտում, 34 ժամ։ Կարող է, ես Ինչքան հիշում եմ, Իրան մենակ Ֆիդել Կաստրոն է կարացել պետության ղեկավարներից, ասենք ռեկորդը հաղթի։ Ես այդ մասին չէի լսել, բայց գիտեմ, որ ինքը լավ ռետորա ու իր հետևից լավ առաջնորդ է։ Որ կարա դա էլ հեքիաթ լինի։ Հա։ Որովհետև ինքն էր որ չէ, որովհետև ոչ մի կադր չկա։ Հերոստատե բանա կինոկադր պահպանված չի, կան կարճ բաներ, կներես էլի 34 ժամ այդ ժամանակ դժվար կարանային նկարային հանդարտել։ Բայց չկա նույնիսկ այն երկար կադրերը։ Սաղագրողներն էլ չեն եղել իրական։ Այդ էլ կարա լեգենդ լինի, որը որ Թուրքիան կարողացել է լավ ռոպագանդի, ասես մեծարելով իրենց բանը։ Հա, բայց ինքը իրենց մուսուլմանական երկիրը աշխարհիկ երկիր կարացավ սարքի, որտեղ բազմազգությունը ինքը բոլորին թուրք գրեց։ Իդես մենք բանա հիմա խոսում ենք ընդհանուր Աթաթուրքի ներկայացնելով, բայց ես կուզենայի իր գերբնական հաջողության մասին խոսայի, որովհետև հույների սպառազինվածությունը եղել է շատ ավելի լավը, զորքի քանակը ավելի լավ։ Հա, տենց զորք մեկ էլ Քրիստոսից առաջ 5-րդ դարում են ոնց որ հավաքած եղել այդ քանակի։ Հույները այդ քանակի Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակ են մեկ էլ ունեցել։ Մակեդոնացուն չէին հաշվում, հույն դրա համար ասում քիչ ավելի շուտ։ Չէ, հույնը։ Դե հույնն է, որտեվ իրանք հունական Հյուսային Մակեդոնիա պահանջում են սլավոնական երկիրը բանանեն անունը փոխել։ Հա, իրան շատ ավելի լուրջ սպառազինված ու հույների մեջքին կայնացել Ֆրանսիան, Անգլիան, բայց իրականում հենց սկսել են ծեծ ուտել, այդ ժամանակ արդեն Անգլիան ու Ֆրանսիան հակամարտության մեջ էին իրար հետ։ Ու էդի կարացել է Քեմալը դրանից օգտվի։ Էդ էլ իր խելքի մասին է խոսում, էդ էլ խոսում ան դրա մասին, որ ինքը բացի ռետորից, բացի ոչ վախկոտ, ասենք, տղամարդ լինելուց կամ զինվորական, ինքը նաև խելացի հմուտ դիվանագետ է։ Շատ լավ դիվանագետ։ Կարողացել է հանրուստների հետ լեզու գտնի, որոշակի խորամանկություններ անել, իսկ ինչի՞ չէ, ես չեմ հասկանում։ Եթե խոսքի բանը Տրամփի բանը ընտրվելուց հետո մեր վարչապետը վեկալեր Տրամփի պրիչոսկա աներ, ես մենակ կողջունեի։ Ինձ թվա չէր ստացվել։ Կարող է չստացվեր, բայց ես դա կընդունեի։ Բայց արեց։ Հա, սափրվա։ Սափրվա։ Բանը դա արդեն քիչ չի, ասենք, դա լավ է։ Աթաթուրքը կարողացել է կոմունիստական կուսակցություն ստեղծի մի քանի օրվա մեջ Թուրքիայում։ Հետո ուրեմն իր կողմնակիցներից բնական է նախկին զինվորականներ կամ հենց զինվորականներ բան, հետո այս բանը կոմունիստական կուսակցության ցույց է տվել բոլշևիկներին ասելով, տեսեք մենք էլ ենք կոմունիստներ ունենք սեփական, նույնիսկ իրանց բանը արտգործ նախարարը չեմ հիշում արդեն։ Մենք իհարկե մասնավոր սեփականության կողմնակիցն ենք, բայց մենք ունենք կոմունիստական կուսակցություն, հետո կողքից իրական կոմունիստներ են եկել կպես դրան, այս իրանց ընկերներին վեգալել հանել է հետո, երբ որ արդեն Ռուսաստանի օգնության կարիքը չուներ, ցրել է կոմունիստներին, այս իրական հավաքվածներին տարել Տրաբզոնում, ասենք, խեղդելացում։ Սա շատ խելացի խոդ է էլի արել։
Կարճ ասած, բանա, անթերի քաղաքական Երբ որ Անկարայում ինքը կարացավ դիմանա ու հակահարվածտա արդեն սկսեց հակառակ process-ը հույներին ծեծելու process-ը, իրան զենքով օգնում էր ոչ միայն Սովետը, այլ նաև Ֆրանսիան, որը հույների հովանավորն էր, Իտալիան էր զենք տալիս իրանց։ Իտալիան էլ, հա, հիմնական հովանավորը, ծախում էր իրականում, բայց այնտեղ բանա, քանի որ Քեմալը կարողացավ այդ հակամարտությունների վրա խաղալ, Անգլիան նստած էր Ստամբուլում, ամենաթանկարժեք, ասենք, բանա թանկագին քարի վրա, ոնց որ ասած, որտեվ իրանց հիմա էլ որ նայես, իրանց բանի հնայի, հնա չասեմ, լավ տնտեսության մեջ 50% ու մի քիչ ավելին Ստամբուլում։ Իրանց ամեն ինչը Ստամբուլում է, եվրոպական մասում է, բնակչության 25%-ն է Ստամբուլում, դա քիչ չի, արվարձաններով, ասենք, մոտակա, իսկ հեռավոր արվարձաններով երևի 1/3 կդառնա։ Կարճ ասած Ստամբուլում նստած էր անգլիացին։ Կայսերական, ասենք, բանա, Անգլիան եւ կայսերական Ֆրանսիան պիտի չէ ինչ որտեղ հակամարտեին, եւ Ֆրանսիան, մեր թանկագին Ֆրանսիան սկսում է թուրքերին աջակցել։ Էլի ապրի Աթաթուրքը, ապրի իրականում Աթաթուրքը, էլի, որտեղ շատ խելացի է։ Կարացել է ճիշտ օգտվի միջազգային իրադրությունից, ոնց որ իմիջայլոց մեր մեծ քթով հարևանը Ալիևը։ Սկսենք Ալիևին։ Չէ, ինքը այդ միջազգային իրադրությունից ճիշտ օգտվելը Ալիևն էլ ցույց տվեց, որ 20 թվականին ինքն էլ է լավ դիվանագետ։ Բայց Ալիևը ի տարբերություն համեմատելու չի։ Պատերազմելու հնարավորություն, որը սոցիալական լուրջ լիֆտ է, Գեյդար Ալիևը չցանկացավ օգտվի այդ լիֆտից եւ փաստաթղթեր դզեց, ոնց որ թե սաբոտաժ արեց իր ռազմաճակատ գնալը։ Էլ չեմ ասում, հենց այդ ժամանակ, որպիսի արդարացնի իր պատերազմի դաշտ չգնալը, մեծ թվով թուրքերից բաներին ստացավ, կազմակերպեց Թուրքիայից, այսպես ասած ադրբեջանցիներին հակառուսական, հակասովետական հանձնումը սովետական ԳՊՈ-ին, ու դա սա Ալիևն արել, իմիջայլոց։ Ենքամ էլ համեմատայելու ճիշտ բաներ չեն։ Չէ, համեմատում է պերսոնային չէի համեմատում։ Էն էլ տղեն։ Համեմատում է, որ ինքը լավ դիվանագիտությունը կարում է լավ վարի։ Որտեղ միաժամանակ որպեսի ռուսի, ֆրանսիացու, ամերիկացու դաբրոն ստանա, դա Միսկի հանձնախումբն է, էլի։ Այո։ Իսկ sense tenants դեմ չեն եղել։ Մեկ էլ որ Իրանը դեմ չլինի, չնայած իրականում ինձ թվում է մենք ենք իրան օգնել դրանում։ Ամեն հարցում իրան օգնել։ Ամեն հարցում օգնել ենք, լավ դրա մասին երբ չխոսամ, որ Իսրայելում դեսպանատուն ենք բացել։ Լավ, բանը մի հարց էլ կա, որ ասենք Աթաթուրքին է վերաբերվում, ինքը եղել է չբեր, չգիտեմ ինչով է բացատրվում։ Բայց 10 երեխա է ունեցել որդեգրած։ Որդեգրած նույնիսկ իր աղջիկներից մեկը առաջի լոջիկներից թուրք օթաչուն է եղել։ Այո, ու ոնց որ թե հայկական գենոմը մեջն էր։ Չեմ կարող ասել։ Այդպես խոսակցություններ հետում էր ամենայն դեպս հենց նույն Թուրքիայում։ Դե, այդպես խոսակցություն որ նայես, ասում են Նապոլեոնի ձինել է հայկական եղել, դա հաշիվ չի։ Իր ամենապուճուր երեխան երևի միջև հիմա Ստամբուլում ողջ է, բանա կինա, շատ սիմպաթիչնի, ասենք թուրք կինա, տարիքով։ Չէ, կարճ ասած ինքը դրական բաներ ունի նույնիսկ այդ բացասական բանի մեջ։ Իր մեղքերի համար Աստված իրան երեխա ունենալուց զրկել էր, բայց ինքը, ասենք, որդեգրել էր երեխաներին, որոշ իր հակառակորդներ կեղծ լուրեր էին տարածում, դա որ ինքը այնտեղ այնքան էլ իրենց հայր չի, չէ, լավ էլ սիրող հայր է եղել, այդ որդեգրած երեխաներին, ինչ դոզնա, էլի ասենք, զորով չի։ Բայց շարունակելով իր դիվանագիտականը, որ շատ ուժեղ դիվանագետ է եղել, ասեմ, որ հույներին, երբ որ ծեծելով հասցրեց մինչև Իզմիր, հուներեն անվանումը չեմ հիշում ճիշտ ասեմ։ Սմիրնա, հա։ Սմիրնայում Վելիզարիոսն էլ, 1 միլիոն Վենեզելոսն էլ վարչապետներ Հունաստանի։ 1 միլիոն մարդ է տարհանվել ու ոչնչացվել ու տարբեր տվյալներով ես իմ փոքր նավերով են ով կարացը փրկվել նախ բանա գումանիտարն է ասենք հումանիստ Եվրոպան նավատորմերով այսպես նստած նայում էր այդ ջարդին մի քանի օր ով հասցրել է իր ձգնորսական նավերով ու ասում մենակ հույներ չէ
Հայերել են եղել Իզմիրում։ Մենակ հունական նավատորմն է փորձել սկզբից օգնի, հետո նոր միացել են, ասենք, եվրոպական մյուս նավերը։ Բայց դրանից հետո մոտ 7 տարի հետո Կոստանդնուպոլսում պայմանագիր է կնքում նույն հույնի հետ, եղբայրության պայմանագիր են կնքում։ Ոնց էր Վենեզարոս, վերջը։ Հա, իրար հետ լավ անց փաթաթվելով ջերմ բան Ու ստորագրում են, որ միջև Կիպրոսի դեպքերը իրարից շատ լավ են եղել։ Թագավորը ասում է իմ լավ բարեկամ Քեմալը։ Այդ նույն Քեմալը, որ 1 միլիոն դրանից մի 7 տարի առաջ վարի էր տվել։ Ու մեծ մասն էին հույն, ոչ բոլորն էին հույն։ Ինքը հունական քաղաք էր, բայց այնտեղ մենակ հույներ չէին իհարկե։ Դե հայերել էին շատ ապա։ Դե այնտեղ ինչ պատահում էր, որ ազգի հետ ասես ոնց էլ լինի։ Դե քրիստոնյաների մեջ հայերին մի քանի հայ գտնում էին, ասենք, ձեռի հետ, որ Կազյոլ Ատպուշինյա, այսպես ասած։ Ես դաժե չգիտեմ, ասենք, եթե մենք ճակատամարտը չենք լուսաբանում, ասենք Անգորայի ճակատամարտը, դա այդ հույներին ոնց ուժեղ հարված հասցրեց։ Եթե չենք նկարագրում, ասենք, հայերի դեմ իր հաջողված պատերազմները, մենք շատ անգամ բան ենք անում, ներկայացնում ենք, որ թուրքերը ավելի շատ են եղել, հարձակվել են բան, այնքան էլ այդպես չի, էլի ասում։ Դե այդ ժամանակ իրանք հենց հայերի հետ էլ էին հավասար ուժերով, հույներին զիջում էին, հայերին էլ էին զիջում, բայց հոգեբանական առումով էին իրանք։ Այնտեղ վերելքի վրա էին։ Իրանք վերելքի վրա էին, պասիոնարն ասենց զապալը մեջները վառվում էր, ազգայինական, ասենք, այդ բանը, դե ուրիշա կայսրության անհասկանալի շահերը պաշտպանելը, ուրիշը, ասենք, ազգի շահերը Անկարայում կարացել է մինչև 57 տարեկանների զորահավաք հանի ու բոլորը մասնակցել են, ով չի մասնակցել մահապատժի են ենթարկում։ Դե չգիտեմ, շատ մարդ է մահապատժի ենթարկել, բայց համենայն դեպս, բայց այդ բանը կա ու Իրան ներվել է ամեն ինչ, Իրան ներվել է հրախոսելով հույների ջարդը կոտորածա, հայերի ջարդը կոտորածա, իրականում ամենադժվարությունը իր ժողովրդի մոտ ունեցել է, երբ որ ստիպել է գլխարկները փոխեն, իրենց փափախները փոխեն։ Այդ ժամանակը ամենադժգոհ կնոջ բանը գլխաշորը հանելն է, ասենք, ինքը ստիպել ու լուրջ խնդիրներ ունեցել, ինքը ամենալուրջը այդ ֆեսկաներից հրաժարվելու եվրոպական կեպկեքը, որ բանը թուրքերը Բաքվի հակնում էին, բանը Ստամբուլի թուրքերը իրանք էլ ֆեսկա էին հակնում, կարող կհիշեք, բանը տարբեր հայկական ներկայացումներ կան արևմտյան Հայաստանի մասին, որտեղ ասենք մեծապատիվ մուրացկանները, բան այնտեղ այդ ֆեսկաները կամ կարմիր գույնի պոմպոնչիկով։ Լավ, ճակատամարտից չենք խոսում, էլ ինչ փաստեր կա իր կյանքից, որ արժե, ասենք, բան անել, հիշատակել։ Շորբան մտքով տանցնում է։ Չէ, բայց իրա դեմ էլ որտեղ հայերի մասին խոսան, որտեղ պայքարել են, դա ինքը եկել է, որ բոլորին դուրս մղելու, ոչնչացնելու, որ մնան մոնոնացիոնալ կամ թուրքացողները, որտեղ պայքարել են էլի։ Հենց իր ժամանակ, գիտես, չէ, 27 թվականին մեծ ապստամբություն ա եղել քրդական։ Այդ Արարատի թագավորությունը, բայց 2 տարի ուշադրություն չեն դարձրել իրենք։ Հա, ուշադրություն չեն դարձրել, բայց հետո շատ դաժան, ասենք, անկցրել են։ Ու դա եղել է Աթաթուրքը, Աթաթուրքը, որին դեմոկրատ Եվրոպան հավեսով ընդունում էր, շատ, ասենք, հիմա էլ Սիրիայի ղեկավարի բանը շատ լավ ընդունում են, մի տարի առաջ գլուխ էր կտրում, մի տարի չկա երևի ամերիկյան, ասենք, գլխագինը իրավրից հանած չի, ասենք, 100 միլիոն Ալ-Ջուլանի համար, չէ, 10 միլիոն դոլար բանա փող կա, եթե ընդ ինչ-որ մեկը ուզում է 10 միլիոն եթե կանենք կազմակերպենք հանդիպում ստեղ, կարելի է կազմակերպել։ Հրատակից դուրս չես գա։ Հա, կարող է ստացվի արդեն Հայաստանի դեմ, չնա սիրիացի կռվում են մեր դեմ։ Հա, այն էլ ոնց։ Մենակ մեր մոտ մեր ճակատի հատվածում, երկոքի մեր գումարտակի հատվածում, ու գումարտակի ու մեր հարևան գումարտակների հատվածում երկոքի գերի են ընկել, հենց որ լավ էլ կռվել են, չհաշված քանի դիակների փոխանակման ժամանակ մենակ սիրիացի ենք փոխանակում։ Հա, դե բանը, որովհետև լավ չխոսամ անդե թուրքերի հետ
20 թվականից չխոսամ, սիրիացիները մեծ փորձ ունեին ու ընկել են աղվանցորը։ Իրանք արդեն 10 քանի տարի է ոչ մի բան չեն սովորում։ Երիտասարդները պատերազմելուց մարզպանելուց բացի ուրիշ բան չգիտեն, մեկ էլ ասենք խուսանալ։ Մինչ այլոց պատերազմել էլ չգիտեն։ Եթե իրանք իրաց լավագույն սլիվ կեքնային պատերազմել էլ չգիտեն։ Չէ, դե գոնե մեր գումարտակի տղաները կհիշեն, ինչքան լավ հավեսով ասենք իրանք միակ բանը, որ գնահատել էր իրանց կողմից, աշխատում էին դիակներ չթողել։ Որտեղ դիակ էին թողում, նշանակում է այդ գյուղի բնակչությունը սա գոտորվել էր, որտեղ խոպան էին իրանք եկել։ Խոպան էին եկել, բայց Թաղավարտ Կարմիր շուկա երևի ամենամեծ իրանց կորուստները եղավ հենց մեր գումարտակի տարածքներում ահաբեկիչ սիրիացիներին, ասենք, կարողացանք մենք կանգնացնենք։ Բանը, եթե մենք այդ ապստամբություններից չենք խոսում արդեն, լավ էլ ինչից ենք խոսում։ Աթաթուրքի կարելի է խոսալ ոնց ինքը ասենք փոխեց, դա շատ կարևոր է, նա փոխեց շրիֆտը, ինքը արաբատառից անցավ լատինատառի, նա սկսեց եվրոպական հագուստ հագնելուց բացի եվրոպական դպրոցներ եւ բարձրագույն հաստատություններ Թուրքիա մսրեց եւ դրա հետևանքը ես 2003 թվականին եմ տեսել Ստամբուլում, երբ որ գրեթե բոլոր քաղաքային տրանսպորտը, ասենք այդ ավտոբուսները, որ անցնում էին կողքովս, մեջը գոնե մի քանի հոգի գիրք կարդացող էի տեսնում 2003 թվականին։ Դե հիմա արդեն երևի հեռախոս տաբլետ կա բան, բայց այն վաղ գիրք էին կարդում ավտոբուսի մեջ թուրքերը ու համոզված եմ, որ այդ Աթաթուրքը ոնց որ ասած մատախառն է, էլի դա Աթաթուրքի մատախառնա, որ Թուրքիան հզորացնելու ժամանակ դեպի Եվրոպա տարավ։ Դեպի Եվրոպա տարավ, բայց ձեր հետը ոչնչացրեց մեր առաջի հանրապետությունը, որը ստիպված չէ իհարկե։ Չէ, իհարկե բոլշևիկներն էլ օգնեցին, ասենք, որտեվ իրենց այսպես պետք էր Հայաստանի Հանրապետության տարածքի գոնե մի հատվածը վրացիներն էլ օգնեցին իհարկե։ Վրացիները այդքան չօգնեցին այդ թվականին, չէ, այդ թվին չեն օգնել։ 18 թվականին ենք մենք խնդիրներ ունեցել։ Այդ ժամանակ էլ 20 թվականին էլ Արդահան են մտել իրանք։ Երբ թողել են թուրքերին։ Երբ որ մենք պատերազմում ենք թուրքերի հետ, Սարիղամիշուն կռիվ էինք տալի, վիճարկելի տաուկ լարժեցի հողը Բաթումիում պայմանավոր հանդիպում էր եղել հայերի ու թուրքերի մեջ, վրացիները հենց այդ ժամանակ մտան Արդահան, իրանց ինչ պետք էր վերցրեցին, որը իրանց պետք չէր, նվեր տվեցին Քեմալ Փաշային։ Վրաստանի հետ մենք ունեցել ենք բազմահազար տարիների ընթացքում համատեղության տարածքներ, որտեղ համատեղ ենք ապրել, համ մենք, համ իրենք, եւ դրանցից մեկը եղել է Տայկը, որը վրացին ասում է Տաուկ լարժեցի, եւ Տաուկ լարժեցին ինքը նույն հավակնությունները ունի, ինչ որ մենք ու հիմնավորված պատմական։ Իրեն մի քիչ ստորա պահել, դե ինչ արած, ով ասես օգտվում էր մեր հաշվին։ Եթե թույլ ես քեզնից ով ասես օգտվում է, հիշում եք հայտնի ասացվածքը, որ էշան գնում է քլունգով թե քալփաթինով մարդիկ շատանում են, ասենց բանա նալերը հանելու գործով, էլի, ու տենց բազմաթիվ ասացվածքներ կան, որ հիմա չեմ կարող։ Էլի հա, վերջը եկանք այն դրան, որ պետքա ուժեղ լինել։ Պետքա չընկնել։ Չէ, անգամ ժամանակ կարևոր է, երբ որ ընկնում ես, բոլորն է կարող, ուժեղն էլ ընկնում։ Նույն հա, բայց ընկնել օրինակ է, մեր հակառակորդներն են թուրքը, բայց ընկած է եղել ինքը Աթաթուրքը իրան կանգնացրել է ու հիմա տարածաշրջանի ամենահզոր պետություններից մեկն է։ Կարելի ասել ամենահզորն է այս պահին։ Հուսով եմ ինքը չի ամենահզորը, բայց Հայաստանում չէ, հաստատ մենք չի, Իրանը օրինակ։ Քեմալից մեկ էլ գիտես ինչ կարելի է խոսալ, իր քաղաքական կողմնորոշումները, որ ազգայնական են, երևաց դեռևս երբ որ ինքը Սիրիա էր ուղարկվել եւ կարծեմ Հալեբում փոքրիկ կուսակցություն էր ստեղծել, ջեբի կուսակցություն, մի 10 հոգանոց Վատան անունը, հայրենիք։ Կարող է դա էլ է հեքիաթ, բայց կարող է իրականությունը։ Էդի կայսրության ժամանակ թուրքերի իշխանության գալուց առաջ Հա, ինքը միշտ տես որտեղ ուղարկվել է քաղաքական ակտիվ ա եղել։ Քաղաքական ակտիվ ա եղել նաև Տրիպոլիում, բանը Լիբանանում, երբ որ Իտալիա, Հա, որտեղ գնացել է իրան հենց դրա համար էլ
կոպիտ ասած աքսորել են, հեռացրել են, մայրաքաղաքից հեռու են ուղարկել, որպեսզի ասենք ոտի տակ չընկնի իր ազգայնական, ասենք գաղափարներով։ Իմիջիայլոց ռենեգատներին բնորոշ է շատ ակտիվ լինել, դա էլ է հուշում եմ, որ ինքը հնարավոր է թուրքական ծագում չունի, ինքը իրոք ալբանացած, ասենք հունական ընտանիքից է։ Էրդողանին հիշեք, Էրդողանը ակտիվ, ամենաակտիվ վերջի 100 տարվա մեջ թուրքն է, Կարանք երկրորդ ակտիվին է հիշենք, Ալիևին էլ հիշենք։ Նույնը Ալիևների ընտանիքը, ասենք, քրդական ծագումով, Էրդողանը վրացական ծագումով, ասենք, մայրը լազ, հայրը բացայտ վրացի, մուսուլմանություն ընդունած։ Նույնը, ասենք, Աթաթուրքն է, ինձ թվում է էդ էլ է խոսում դրա մասին, որ սյոտակի ինքը թուրք չէր։ Իր քաղաքական ակտիվությունը, ասենք, միջև իշխանության գալը դե հասկանալի է, որ ինքը հակակշիռ է, իր քաղաքականությունը ներքին հակառակորդների փոխարեն ուղղում է արտաքին բաների վրա, հակառակորդների վրա, լայն, ասենք, ժողովրդական բան է ստանում, աջակցություն է ստանում եւ իշխանության գալուց հետո ինքը բավականին փափուկ է լինում իր բաների հետ, իր կողմնակիցների հետ, դա էլ է շատ հետաքրքիր, որտեղ կողմնակիցները հիմնականում զինվորական են լինում ու ինքը չի դնում իրանց մեջ մաքրություն անում, էլի, ոնց որ ասած ով ինձ պապա չի ասում, հենց հիմա գլուխներդ կդրեմ, չէ, ինքը շատ բավականին փափուկ է վերաբերվում իր նախկին, ասենք, զինակիցների, շատ լավ է, էլի, ասենք, իրեն պահում, դա էլ է թույլ տալի, որ բանակը ավելի ու ավելի իրան նվիրվի։ Հիմա Աթաթուրքի գլխավոր գաղափարների եւ բանը, ոնց որ ասած, երազանքների իրականացնողը դա ոչ մի քաղաքական ուժ չի, նույնիսկ Ստամբուլի քաղաքապետը, որին հանեցին, որը հենց քեմալական կուսակցության, ասենք, լիդերներից էր, իր գաղափարները առաջ է տանում թուրքական բանակը, որը ոնց ասես փորձում է վերացնի այդ քաղաքականացված, նման ձևով քաղաքականացված թուրքական բանակը, ասենք, ձևափոխի Էրդողանը, մոտը չի հաջողվում։ 16 թվականից հետո ինչ ասես թուրքական բանակի գլխին, ասենք, տաշեց Կացինով Էրդողանը, մեկը քեմալական է։ Մեկը այդ բանակը քեմալական է ու դա նաև խոսում է, ասենք, առաջացել անդրանից, որ Քեմալը բանակը ամեն գնով ամրացրեց, ուժեղացրեց եւ ոչ մի ձևով չթուլացեց, չարեց ոչ մի քայլ, որը որ բանակին կարար այս կամ այն ձևով թուլացներ։ Չնայած նաև ինքը խնդիր էր դրել, ոչ մի քայլ դեպի Թուրքիայի սահմաններից դուրս, մեզ հետաքրքրում է Թուրքիայի սահմանների պաշտպանությունը եւ Թուրքիայի էվոլյուցիան։ Այսքանով երևի Աթաթուրքի մասին վերջացնենք, շատ հոդվածներ կան, թե ինքը ինչ ազդեցություն է ունեցել հայկական առաջին հանրապետության վրա կամ Կիլիկյան Հայաստանի հայերի ունեցողների։ Մյուսը չգիտեմ, կորոշենք կամ կոմենտներում որ տարբերակը շատ լինի, այդ տարբերակն էլ բան կանենք։ Մարդիկ հետաքրքիր առաջարկներ անում են, Արի բան անենք, եթե նոր առաջարկ չլինի, որը որ մեզ հետաքրքրի, չէ, զրույց է վերջապես, նաև իրանց հետ ու ինքը մեզ պարտադրող բան չի, էլի, ասենք իրանց առաջարկությունները մեր լսողների։ Արի Անգորայի ճակատամարտի ռազմոր անենք։ Այդ Աթաթուրքի ոնց որ Անգորան նույն Անկարանն է, էլի, բանա ռուսական կրթությունը սասկացնել տալի։ Չէ, ժամանակ ուղղակի Անգորա է։ Անգորա են ասում, հա։ Դες ամեն ինչը ինչքան սխալ բան եմ անում, բրդում եմ, ասենք, ռուսական կրթության վրա։ Եթե չլինի առաջարկություն, որը մեզ կհետաքրքրի, զրուցենք դրա մասին։ Տեսնենք։ Ինքը բավականին լավ լուսաբանված է, ասենք, ունի մութ էջեր, կարող է զրույցի մեջ, ասենք, այդ մութ էջերը կարողանանք բացահայտենք։ Տեսքանով վերջ, հա։ Հիշեցնեմ, որ գրանցվեք մեր էջերին, դեպքի Patreon-ին, որպեսզի հաղորդումները շարունակական լինեն, ոմայի գործերի մասնակցեք, թե ֆիզիկապես, թե ֆինանսապես, եղեք ակտիվ քաղաքացիներ, ու ամենակիչը թուրքերի ասածները հայերի մասին, հայկական հանրապետության կամ հայկական կառույցների մասին ոչ մի թեզեր առաջ մի քաշեք։ Թուրքի ջրաղացի վրա իրանց ջրաղացի վրա ջուր մի լցրեք։ Աստված իրանց երկար կյանք
բայց Ալտայում։ Մեզանից հազարավոր կիլոմետրեր հեռու։ Ալտայում, իրանց բնորանում, այնց սիրուն տեղա, որ տենակ, ասենք, խելքները, ասենք, կետա։ Իրանք երևի դրա համար չար են, որտեվ իրանց բնորանից հեռու են։ Երևի։ Լավ եղեք, ուժեղ եղեք։